Հիմա մենք ունենք էներգակիրի բավականին բարձր թանկացում 80%-ի կարգի եւ այս իմաստով տնտեսական մրցակցության հանձնաժողով անունով մի օրգան կա, այս օրգանը ծպտուն չի հանում։ Ինչն է ստիպում այդ օրգանին, այդ հանձնաժողովին կամ ֆիզիկապես ասենք հանձնաժողովի անդամներին, որպեսզի նրանք հոդաբաշխ ոչ մի բացատրություն չներկայացնեն։ Պատճառը նա է, որ նրանք գտնվում են որոշակի կախվածության մեջ։ Խնդիրը նա է, որ երկրում գործում են մարմիններ, ովքեր տնտեսությունից կտրված են։ Խնդիրը նա է, որ Ադրբեջանը ունի լուրջ խնդիր մեր հետ, ինչ իմաստով։ Ադրբեջանը փորձում է այս քայլերով հայկական սպառողին, դապես հայ մարդուն, տնտեսական հետաքրքրություն մարդուն հաշտեցնել Լեռնային Ղարաբաղի, մեր Արցախի կորստի հետ։ Որն է ճիշտ։ Օգտագործել ադրբեջանական բենզինը, ադրբեջանական ենթադրենք որևիցե բան, դրանով օժանդակենք, որ նրանք ենթադրենք զարգացման տեմպը բարձրն է, դա պարզապես հրաժարվենք եւ աշխատենք մենք այս ամեն ինչը կատարել այնպես, որպեսզի մեր մեջ տնտեսական պոտենցիալը արագորեն հավասարվեն։ Ադրբեջանի հետ կապված այս ինչ որ ձեռնարկում են, սրանք մասնագետները գիտեն, որ պարզապես պարտուղական քաղաքականության, պարտուղական պահանջների եւ այդ պարտուղական ծրագրի հերթական ընդհանուր կետերն են։ 2026 թվականի բյուջեի մեջ հետվճարների համար նախատեսված դա պետական ծախս է։ Նախատեսված է 20 միլիարդ դրամ փող։ Այս 20 միլիարդը, երբ որ մենք բաժանում ենք 500-2000 քաղաքացիների վրա, ամեն քաղաքացու ամսական հետվճարի գումարը կազմում է 3400 դրամ։ Այսինքն այն անձը, պետական այն պաշտոնյան, ով ասում է եկեք դուք մինչև 10000 դրամ այսպես ասած կվաստակեք, նա ցինիկ հանցագործ է։ 160,000 հոգին հիմա պետք է իմանան, որ հանձինս ներկա այսպես ասած վարչախմբի իրենք վաստակել են մարդկանց, ովքեր նրանց սոցիալական պայմանները ոչ թե բարելավելու համար են եկել, այլ նրանց տունը տեղը քանդելու համար են եկել։ Այս հայտարարությունը որ կա, այս հայտարարության մասին մենք պիտի զրուցենք, մենք ժողովրդին պիտի բացատրենք, ժողովուրդն էլ համապատասխան պիտի իր եզրակացությունները կատարի։ Խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, իմ հյուրն է տնտեսագետ Հայակվե միավորման խորհրդի անդամ Հրաշ Կամենդատյանը։ Պարոն Կամենդատյան, կանդրադառնանք մի քանի հարցերի, նախ իհարկե առաջին հերթին մեր հասարակությանը, մեր հանրույթին հուզող շարք է այսպես հարցերի։ Նախ սկսենք վերջերս ամենակննարկված, հավանաբար դրա մասին կարճ կխոսենք, բայց ամեն դեպքում քննարկենք դա։ Հեղուկ գազի շուկայում ինչ կատարվեց եւ ինչի հետևանք է դա, այսինքն շատ սպառողներ, շատ վարորդներ, ում մեքենան շահագործվում է հեղուկ գազի այրմամբ, նշում են, որ որևէ պետական այսպես վերահսկողություն չկա, ով ինչ գին ուզում սահմանում է, ով ինչ աճ պարարություններ ուզում անում է, հասկացանք օբյեկտիվ պատճառներ, լարսը փակվեց եւ այլն, այսինքն մատակարարումներ չկան եւ այլն, բայց այն խմբականակը այդ վառելիքի որ մատակարարվել է մինչ այդ, տեսեք, որ դրանց գիննել են օգտվելով առիթից բարձրացնում։ Խնդիրը գիտեք որն է, որ տնտեսական ցանկացած միջոցառում, այդ թվում գների բարձրացում կամ գների շեղումը, դա որոշակիորեն կարգավորվող օրակարգերով համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների աշխատանքն է ամեն օրյա։ Հիմա մենք ունենք էներգակիրի բավականին բարձր թանկացում 80%-ի կարգի եւ այս իմաստով տնտեսական մրցակցության հանձնաժողով անունով մի օրգան կա, այս օրգանը ծպտուն չի հանում։ Հանեց այդ ծպտունը, ասում մենք ուսումնասիրել ենք։ Խնդիրը հետևն է։ Ուսումնասիրության արդյունքում ինչպիսի միջոցառումների պլան է, ենթադրենք կանխորոշվել, որոշվել, դրա տակ ինչ ռեսուրսներ են դրել, միգուցե իրավական դրույթների փոխելու նաև խնդիրներ լինեն, այս մարտիկ ծպտունը հանում են, բայց այդ իրենց ծպտունը ցույց է տալիս, որ այս օրգանը աշխատելու իր ամբողջ ընթացքը, իր ջերմությունը, ասենց ասեմ, տնտեսական process-ների մոտիկությունը զրոյական է։ Նրանք ոչինչ չեն որոշում երկրում։ Նրանք ոչինչ չեն որոշում երկրում, որտեղ մեկ օրվա մեջ չի թանկանում։
առնվազն 10 օր, 12 օր տևեց այդ թանկացման process-ը, չէ՞, այս առաջին կամ երկրորդ, երրորդ օրվա ընթացքում արդեն համապատասխան այդ հանձնաժողովը պետք է ծպտունը հաներ, ծպտունից զատ պետք է միջոցառումներ հստակ պլան ունենար, եւ հիմա մենք վերադառնում ենք այդ ելակետին։ Ի՞նչն է ստիպում այդ օրգանին, այդ հանձնաժողովին կամ ֆիզիկապես ասենք հանձնաժողովի անդամներին, որպեսզի նրանք հոդաբաշխ ոչ մի բացատրություն չներկայացնեն։ Պատճառը նա է, որ նրանք գտնվում են որոշակի կախվածության մեջ։ Կախվածություններից մեկը հենց տնտեսական է, բայց դա նաև քաղաքական բաղադրիչ։ Տնտեսական է այն իմաստով, որ զուգահեռ ընթացել է հարևան թշնամի խանությունից էներգակիրների ներկրում Հայաստան, ընդ որում բենզինի տեսքով, եւ վարորդը, որը ուներ, եթե այլընտրանք այդ թանկ բենզինին կամ մի քիչ էժան բենզինին, հետան գազով, որպեսզի նա լիցքավորի իր ավտոմոբիլը, նա փաստորեն ստանում է այդ հեշտ իր կողմից անդադ օգտագործվող, իր կողմից արդեն ընդունված էներգակիրի տեսակը գնային իմաստով հավասար այդ ներկրված բենզինին։ Բայց օբյեկտիվ պատճառներ էլ կային այստեղ։ Օբյեկտիվ պատճառները Լարսն է, չէ՞։ Ես կարող եմ Լարսի փոխարեն ասել, որ ընդհանրենք Ատլանտիկայում հետանենք կետերը սատկել են, 100 հատ կետ սատկել է, դա է օբյեկտիվ պատճառը, իհարկե ոչ։ Եթե էներգակիրների շուկայում լինելու է Լարսի ընդհանրենք որոշակի խոչընդոտներ, չէ՞, մենք արդեն որ տարին է, որ Լարսի հետ կապված այդ տնտեսական եւ տրանսպորտային զարկերակին մենք դիտում ենք, մենք գիտենք, հետադենք տարվա որ եղանակների ընթացքում է լինում այս հետադրենք բլոկավորումը Լարսի, մենք գիտենք հետադենք սահմանապանների հետ կապված, մաքսային հետադենք վճարների հետ կապված վրացական ինչպիսի ընդհանուր խոչընդոտներ են առաջանում, մենք նրանով ենք տարբերվում այդ ֆեոդալական դարաշրջանի ենթատենք տնտեսություններից, որ մենք ունենք ինֆորմացիա, մենք ունենք ինֆորմացիայի շտեմարաններ, մենք ունենք կապեր եւ համացանցային նույնիսկ փոքրիկ ուսումնասիրությունը գոնե այդ ղեկավար մարմիններին, գոնե տնտեսական զարգացման հետանենք նախարարին կամ նրա շուրջը հավաքված այդ գերխելոք անձանց, չէ, որ նրանք հասկանային, որ հնարավոր է նաև այսպես դերքեր, նրանք պետք է հասկանային, որ հնարավոր է այսպիսի պրոգնոզներ, այսպիսի կանխատեսումներ, այսպիսի մոդելներ, նրանք պետք է մոդելավորեին այս ամբողջ process-ը։ Դրա փոխարենի չէ, նույնիսկ Լարսը փակվեց, Լարսը փակվեց, Մոնղոլիայում էլ երթադենք որևէ մի հատ մեծ քամ եղավ, ավազա պտուտա ինչ որ հողմ եղավ։ Բայց դե մատակարարումների հետ կապ չունի։ Խնդիրը նա է, որ մատակարարումների հետ կապված պետք է շտեմարաններից զատ նրանք ունեն պահեստարաններ, ավելի շատ քանակ ներմուծեին, այդ քանակը կարող են ներմուծել սեպտեմբեր ամսին, հոկտեմբեր ամսին, նոյեմբեր ամսին եւ դեկտեմբեր ամբողջովին կարող են ներմուծել, պահեստավորել, բայց տնտեսությունը ինչի վրա հենված։ Բայց պարոն Կամեննատյաններից եք, հանձնաժողովը չի կարող մասնավորին, որը մատակարարման զբաղվում եւ տվյալ վառելիքը վաճառում է այստեղ լցակայաններում չի կարող ստիպել, որ նախապես մեծ քանակությամբ մատակարարում իրականացվի եւ ինչպես դուք եք նշում, պահեստավորվի այստեղ։ Խնդիրը նա է, որ այդ process-ներին մասնակցում են կամ այդ process-ները որոշակի կառավարում են իրականացում եւ իրենց տրված լիազորությունների շրջանակում որոշակի ընդհանրենք հանգուցային ուսումնասիրություններ եւ հանձնարարականներ են իրականացում մարդիկ, ովքեր երբեք տնտեսության մեջ չեն աշխատել։ Տնտեսվարողը բնականաբար միշտ հակված է վտանգի պարագան գնահատելու, վտանգի շարժառիթները գնահատելու եւ վտանգի հնարավոր սահմանները գնահատելու եւ վնասի չափերը գնահատելու եւ նրանք համոզված են, որ իրենց ընդհանրենք տնտեսվարման ընթացքում այդ համապատասխան մարմինները ունեն այնպիսի լծակներ, որ նրանք կարող են նրանց եւ գին էլ պարտադրել եւ շտեմարանները լցնելու խնդիրը կարող են առաջադրել։ Խնդիրը նա է, որ երկրում գործում է մարմիններ, ովքեր տնտեսությունից կտրված են։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա մենք ասենք տնտեսվարողը սա չի բերել, նա չի բերել, այն մեկը չի բերել։ Հետանենք երկրում առաջացել էր էներգակեր, ընդհանրենք տեխնիկայի զարկերակի համար պահանջող ընդհանրենք
թավիշն է, այդ ավիշն է եւ այդ արյունն է, որ պատտում է տնտեսական զարգացումը, ընդհանրենք ասենք հացը ընդհանրենք չենք մթրել ալյուրը, գնացեք սպասիկ երբ կլինի, ընդհանրենք ասենք լարսնա փակվել, էսա բացվել, այլ մեկնա փակվել, այլ մեկնա բացվել, չէ, պետությունը հենց դրանով է առանձնանում, որ պետությունը ինքը տնտեսվարող չլինելով հանդերձ, բայց իրենց տրված լիազորությունները շրջանակներում պետք է տնտեսական ամբողջ կյանքի զարգերակի վրա իր ձեռքը դրած լինի եւ մասնակցի։ Եվ այս իմաստով մի կարևոր խնդիր կա, դուք հավանաբար նկատել եք, որ այդ ցանկացած ապրանքային խոշորացած խմբերի գնաճի դեպքում պետությունը կարծես թե չի մասնակցում ոչինչի։ Օրինակ հացի գինը, չէ, հացի գինը բնակության մեծամասնությունը մանավանդ աղքատ երկրում հաց ավելի շատ է օգտագործում։ Հացի գինը անընդհատ քաշի ընդհանրենք նվազեցման ընդհանրենք միջոցով, ընդհանրենք փաթեթավորման ընդհանրենք եղանակով, ընդհանրենք այս մյուզիկով անընդհատ գինը աճում է։ Բայց մենք ունենք կառավարություն եւ այս կառավարության ընդերքում գործում է գների վերահսկողության այսպես ասած դեպարտամենտ, չէ, այս դեպարտամենտը ինչ աշխատանք է անում։ Բայց վստահ եղեք, եթե որևիցե գործարար, որ ունի ընդդիմադիր հայացքներ, որևիցե ընդհանրենք այդ ապրանքային խմբերից մեկում ունենա շռայլություն, որ այդտեղ գումար վաստակի, գերշահույթներ վաստակի, չէ, արագ այդ մարդուն կգնա կսկսեն ստուգել։ Ընդ որում կստուգեն, ոչ թե ընդհանրենք մինչև 91 թվականը, կստուգեն մինչև Տիգրամեծ, Արտավազ 2, ընդհանրենք այս ժամանակաշրջանները կստուգեն եւ ցանկացած ստուգման արդյունքում հաշվի առնելով մեր երկրում գործող տնտեսական կարգը, նաև այդ վերահսկողական կարգերը բնականաբար կհայտնաբերեն հարյուրավոր, հազարավոր, այսպես խախտումներ եւ այդ խախտումները բնականաբար կունեն շատ արագ հանգուցալուծում։ Բարալիքի թեման փակելով բենզինին անդրադառնանք, վերջերս դե քանի անգամ ադրբեջանական կամ ադրբեջանով բենզին ներկրվեց Հայաստան եւ դրանով մեր իշխանությունը ցույց տվեց, որ տեսեք, մենք արդեն որոշակիորեն հնարավորություն ունենք օգտվելու այլընտրանքային աղբյուրներից, այսինքն բենզինը ճիշտ ենք հասկանում, ոչ միայն Եվրոպայից կգա, Ռուսաստանից, որը կներեք այդ շուկայի գերակշիռ մասը ռուսական բենզինն է վաճառում, Իրանից որոշ չափի, չգիտեմ այնտեղ ինչ չափաբաժին է, բայց հավանաբար շատ նվազ չափաբաժին է։ Տեսեք ադրբեջանական այլընտրանք ունենք եւ Ադրբեջանը մեզ մատակարարում է բենզին։ Այստեղ բավական աղմուկ բարձրացրեց, որ պրեմիում, այսինքն պրեմիում կարգի բենզին չի, Ադրբեջանը չունի այդ կարգի բենզին չի արտադրում իր նավթ վերամշակող գործարանը այդ հնարավորությունը չունի, դա հավանաբար Ռուսաստանից գնված եւ Ադրբեջանով այստեղ մատակարարված բենզին է։ Հիմա այս մատակարարումների պարագայում մեր սպառողը գուցե որոշները իհարկե արձագանքում են շատ խիստ ադրբեջանական ոչ մի վառելիք մենք չենք օգտագործի մի մասը, պարզապես գինը ցածր կլինի ինձ համար ինչ տարբերություն ասում են իրենք հիմա ադրբեջանական է, ռուսական է, թե բուլղարական բենզին է, ես դա կգնեմ։ Դե այդպես մտածեին, ընդհանրենք 41 թվականին, չէ՞։ Այդտեղ Ադիգեայում, Տուվայում, Կամչատկայում, այդտեղ բնակվող որսորդն էլ կասեր, դա միջև ինձ հասնեն գերմանական զորքերը, իմիջ գործն է։ Խնդիրը նա է, իհարկե այդ իդեոլոգիական շիրման մի կողմ որ մենք դնենք, խնդիրը նա է, որ Ադրբեջանը ունի լուրջ խնդիր մեր հետ, ինչ իմաստով։ Ադրբեջանը փորձում է այս քայլերով հայկական սպառողին, դապես հայ մարդուն, տնտեսական հետաքրքրություն մարդուն հաշտեցնել Լեռնային Ղարաբաղի, մեր Արցախի կորստի հետ։ Ինչի մեջ է խնդիրը։ Խնդիրը նա է, որ Արցախում հետադենք արկա պղնձի, ոսկու, Զանգիլանի ոսկու պաշարները, սոտքի ոսկու պաշարները եւ երբ որ գնահատում են նաեւ գետերի ջուրը, գնահատում են անտառածածկույթը, ընդհանրապես գնահատականների մի ամբողջ համակարգ կա, որ գնահատում են ընդհանրենք երկրամասը ինչ արժի։ Մեր երկրամասը այդ մոտակա գնահատման հնարավորություններով գնահատվել է մոտավորապես 700 միլիարդի կարգի։ Հիմա 700 միլիարդ դոլարի կարգի, որովհետեւ մենք Զանգելանի եւ այդ Կաշենի դրամբոնի մենք հանքային պաշարները դրանք ահռելի պաշարներ են եւ Ադրբեջանը այս իմաստով կատարում է շատ այսպես պրագմատիկ աշխատանք
ձեզ տալիս եմ կոպեկներով ուրախանալու հնարավորություն, կոպեկներով ուրախանալու հնարավորություն 420 դրամ է, թե 380 դրամ է, չէ՞։ Տալիս եմ ձեզ այս հնարավորությունը, բայց դուք դառնում եք ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի դեսպաններ ձեր իսկ երկրում։ Դրանից զատ ես այդ ծախսերը, որ ես կատարում եմ Լեռնային Ղարաբաղում եւ Արցախում, որի անունը տալուց ներկայ իշխանությունները նույնիսկ վախենում են, ինչպես ընդհանուր զոմբիները խաչից, չէ՞։ Նա տալիս է հնարավորություն, որ գնացեք, համակերպեք, մտածեք, որ մենք լավն ենք, այն 4000 հոգին, որ զոհվել է, դա լավ հաշվենք մի կողմ, դա հա դե պատերազմ է եղել է, կլինի պատերազմներ կանցնի, բայց խնդիրը նա է, որ մենք ունենք այդ կարգի հարստություն եւ այս հարստությունը կլանելու, յուրացնելու եւ այդ հարստության վրա վերջնական իրանց տիրապետությունը հաստատելու ադրբեջանական քաղաքականությունն է։ Այդ գումարները, որ այստեղ ստանում ենք իբր թե ավել ասած արժեքի հարկի մեջ, դա դենք տնտեսվարողների հետ կապված կամ ցանկացած տնտեսվարող ոչ տնտեսվարող օգտագործողի հենց եկամուտը 2000, 3000, 4000 դրամ կամ լավ ամսական թող 10000 դրամ լինի։ Խնդիրը նա է, որ մեր երկրամասի ուզուրպացման, մեր երկրամասը խլելու այս ամբողջ օպերացիան իրականացվում է եւ մարդիկ ովքեր որ հիանում են եւ նույնիսկ իրենց արդարացնում են, դա ինչ տարբերություն էներգակիրը ստեղից չառնեք, այնտեղից կառնես, այս մարդիկ նաեւ մեկ բան պիտի իմանան, ցանկացած դրամ, ցանկացած ռուբլի կամ ցանկացած մանատ, որ Ադրբեջանի բյուջեին, այսպես ասած, հասույթ է ապահովում, դա ապահովում է նրանց համար տնտեսական գերակշռություն առաջին հերթին, նրանց համար ապահովում է սպառազինությունների հարստացման եւ սպառազինությունների կատարելագործման հնարավորություն։ Հիմա մի կարևոր խնդիր կա։ Մենք համադրել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալների հավասարությունը։ Ադրբեջանը զարգանում է տարեկան 1.5%-ով, 1.5-ից 1.7%։ Մասին է խոսքը։ Այո։ Դրանց հնա մոտապես 80 միլիարդ դոլարի կարգի է։ Հայկական հնան մոտապես 23-24 միլիարդ է, առանցին հաշվարկներ կան, մենք զարգանում ենք մոտապես 5-6%-ով։ Եվ պարիտետը, որը հնարավոր է այս երկրների միջև հաստատել տնտեսական, եթե նույն զարգացման տեմպերը մնան, մենք նրանց հետ կհավասարվենք 2054 թվականին։ Եթե մնա 2054 թվական, բայց խնդիրը հետևյալն է, եթե մեր զարգացման տեմպը լինի 12% գոնե, ոչ թե 5-6%, ընդ որում բավականին կասկածելի, որտեղ մեթոդիկաների հետ կապված խնդիրներ շատ կան, էլի։ Եթե մենք ունենք 12-13%-անոց զարգացման տեմպ ունենանք, մենք կհավասարվենք նրանց հետ 37 թվականի, 2037 թվական։ Իսկ հավասար տնտեսական պոտենցիալը դա նշանակում է հավասար ռազմական սպառազինության մակարդակ։ Եթե դրանից զատ մենք հաշվի առնենք, որ ադրբեջանական տնտեսության այդ հնայի զգալի մասը կազմում է նավթի արդյունահանումը եւ նավթի ոչ թե երկրորդական, երրորդական կամ խորը օգտագործման այս աշխատանքները, այլ պարզապես արտահանումը նավթը եւ գազը, չէ՞, իսկ հայկականի մեջ հիմնական մաս կազմում է գիտելիքահեն, ընդհանրենք արտադրությունները, գիտելիքահեն եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, հատկապես տելեկոմունիկացիայի եւ մնացած բնագավառներում մենք նրանցից անպայման առաջ ենք անցնելու։ Հիմա ո՞րն է ճիշտ։ Օգտագործել ադրբեջանական բենզինը, ադրբեջանական ընդհանրենք որևիցե բան, դրանով օժանդակենք, որ նրանք ընդհանրեն զարգացման տեմպը բարձրն է, դա պարզապես հրաժարվենք եւ աշխատենք մենք այս ամեն ինչը կատարել այնպես, որպեսզի մեր մեջ տնտեսական պոտենցիալը արագորեն հավասարվեն։ Այնտեղ այստեղ խնդիր կա, որ մարդիկ չեն բացատրում, զգալի մասը չի հասկանում, որ մենք էներգակիրները ներկրելու խնդրեմ չունենք։ Էներգակիրները խնդրեմ չկա ներկրելու, այս վերջին 30 տարվա ընթացքում Բուլղարիայից, Ռումինիայից եւ Ռուսաստանի Դաշնությունից այդ էներգակիրները մեր ուզած քանակով, մեր ուզած ընդհանրեն կոնցենտրատներով, մեր ուզած կոեֆիցիենտներով, չէ, եկել է ոչ մի խնդրեմ չեղել։ Ինչի մասն է խոսքը։ Այս ամբողջ process-ը ներ-ադրբեջանական, այսպես ասած, տնտեսական զարգացման օժանդակման ինչ-որ մի պրոյեկտ է, որին հայրենասեր մարդիկ, ազգայնական մարդիկ եւ ազգի մասին մտածում մարդիկ բնականաբար պետք է եւ մարդկանց բացատրեն, եւ դրա հետ միասին պետք է քայլեր անեն, որ այս խայտարակությունը պարզապես չլինի երկրում։
Պարոն Կոմենդանտյան, այստեղ ինչպես հասկանալ այս պարագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտնի աղմկահարույց հայտարարությունը, որ էներգետիկ համակարգերը պետք է, այդպես հասկացանք, միավորվեն, միաձուլվեն, չգիտեմ, սա ինչ է իրենից ներկայացնում, չենք հասկանում։ Մենք խնդիր ունենք նոր տիպի ղեկավարի։ Վերջին 10 տարիների ընթացքում բոլոր ականատեսն եղել, օրինակ Արգենտինայի օրինակը բերենք։ Այս Արգենտինայի նախագահը վերջին դրված այդ ծառ կտրող բանը ժողովուրդը ասած բալգարկեմ ձեռը վերցա դրուժբա սարքը վերցած բա կոռուպցիան կկտրտեմ։ Այս կարգի ղեկավարներ պոպուլիստներին այո, այս կարգի ղեկավարներ, որոնք չունեն գիտելիքներ, բայց փորձում են կարևորագույն բնագավառներում ինչ-որ բան բացատրել։ Նրանց տնտեսական զրույցները, որ կառավարության նիստին վարում են, չէ՞, ես ձեզ անկեղծ ասեմ, ցանկացած առաջնակարգ բուհ ավարտած արտասահմանցի, եթե այս ամեն ինչը նկարահանվի եւ թարգման եւ նա լսի, 2-3 ժամ ընթացքում ուղեղի կաթված կստանա, վստահ եղեք։ Այն խայտառակ տնտեսական ձևակերպումները, տնտեսության վարման էս անհասկանալի, բացարձակ անհասկանալի։ Խնդիրը գիտեք որն է։ Եվ ասում եմ Ադրբեջանի հետ էներգո, այսպես ասած, համագործակցություն ենք հաստատելու, այդ էներգո համակարգերի միացումը վատ բան չէ։ Բայց մենք ունենք Իրանի հետ այս նույն խնդիրը, չէ՞։ Իրանի հետ ինչու այս հարցերը չզարգացրեցին։ Ընդ որում Իրանի տարածքում համեր աշխատանքները մեծ մասը կատարված հայկական կողմում աշխատանքները հեկի մասին է խոսքը հարացկետի ոչ էներգո ցանցերը իրար միացնելու կար համապատասխան գիծ բարձր լարման այս աշխատանքները ոչ թե դադարեցին այս աշխատանքների մասին ընդհանրապես մոռացել են նույնը Վրաստանի հետ կապված Վրաստանի հետ կապված ընդորում աշխատանքները ավելի հեշտ էին լինելու, որովհետև այդ ռելիեֆի հետ կապված դժվարությունները ավելի քիչ էին։ Բա ինչի չեք անում։ Կարող ենք ասել ինչի չեն արել, որովհետև էներգո համակարգերը, երբ որ մենք Վրաստանի եւ Իրանի հետ կունենայինք, այս Ադրբեջանի հետ նույնը հաստատելու խնդիրը պարզապես կլներ ցինիզմ։ Այս թեման բերել պատտելը եւ կարևորագույն հարցերից մեկը գիտեք որն է կարևորագույն հարցերից մեկը նա որ մենք Վրաստանի միջոցով պետք է եվրոպական ցանցերին միանանք այո եվրոպական ցանցերին կմնանք եւ այդ եվրոպական ցանցերին էներգիա փոխանցման միանալու հնարավորությունը գնահատում է 100%-անոց դրական 100%-անոց վստահելի եւ երկարաժամկետ Ադրբեջանի հետ կապված այս ինչ որ ձեռնարկում են, սրանք մասնագետները գիտեն, որ պարզապես պարտուղական քաղաքականության, պարտուղական պահանջների եւ այդ պարտուղական ծրագրի հերթական ընդհանրապես կետերն են։ Նրանք արագ, ընդհանրապես ես ասեմ, այս ինչ որ կատարում է, ժամերի ընթացքում կարող է դադարի։ Ժամերի ընթացքում, երբ Ադրբեջանին այսպես ասած քննարկեն իրենց մոտ որ հասկանան որ սա Հայաստանին օժանդակում է ինչ որ մեկ կետով ենթադրենք մի որևիցե բանով աշխարհակական տնտեսական ժողովրդագրական չէ վարկենական վստահ եղեք որ մի վարկյան չեն սպասելու այս ամբողջ կապերը կտրելու են ամբողջ կապերը Վրաստանի միջոցով չհասկացա ֆիզիկապես ոնց կարող ենք եվրոպական ցանցը Սևծովի հատակով կաբել է գնալու այդ կաբելը եթե դա կառուցվեց դա դուրս է գալու Բուլղարիա կորուստները մեծ չեն լինի, այդպես մեծ տարածություններ։ Ամեն ինչ հաշվարկած են, որ մի բարդ բան չի։ Մի բարդ բան չի, որովհետև կոնսորցիում է լինելու միջազգային, այս կոնսորցիումի մասը ոչ վրացիներն են իմանալը, ոչ ընդհանրենք այլ երկրները, հստակ մեծ կորպորացիաներ կան, այս ամեն ինչի մասնակցելու են, ունենալու են շահույթ իրենց հաշվարկը, որը բնականաբար տեղավորվելու է այդ անխափան վստահելի էներգա այսպես իրար հետ հաղորդակցման եւ իրար հետ որակական իմաստով կցման աշխատանքներն են լինելու Կարևորագույն հարցերի դարձել անդրադառնանք նախ մեր տնտեսության վիճակը գնահատելիս տնտեսության մասին կարող ենք երկար խոսել տնտեսության վիճակը գնահատելիս շատ փորձագետներ տնտեսագետներ ձեր գործընկերներ առաջին հերթին հողում են անում որ տեսեք Հայաստանի արտաքին պարտքը որքան է շարունակաբար աճում այս Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք կրկնապատկվել է գրեթե կրկնապատկվել է ինքը մինչ այդ
Սերժ Սարգսյանի կառավարությունից էր ժառանգել, հիմա կրկնապատկվել է եւ այդ գումարները, որ բերվում են տարբեր հիմնադրամներից, բանկերից, համաշխարհային այսպես ֆինանսական կենտրոններից, այդ գումարների մեծ մասը նաեւ անհասկանալի է բնակչության համար։ Մասնագետները գուցե խորանան, կհասկանան, որ գիտեք, այսպիսի ծրագիր է նախատեսվել, այդ գումարը բերվել է, մի մասը ծախսվել է, մի մասը անարդյունավետ է ծախսվել, դուք դա լավ կասեք, բայց դրա մեջ չենք ուզում խորանալ։ Նախ արտաքին պարտքի մասին են խոսում, եւ հետո ասում են, գիտեք, այդքան պարտք կուտակող երկիրը անդադար տեսնում ենք, որ իր ունեցած միջոցները ծախսում է պարգևավճարների վրա, սրանապարգևավճարների անհասկանալի գնումների վրա, այդտեղ էլ պարգևավճարի մասին շատ է խոսվում, բայց այդ գնումների քննադատողները կառավարությանը նշում են, որ տեսեք, եթե տենդերներ են, մրցույթներ են հայտարարում, ապա մի հոգուց գնումներ են արվում, ընդ որում շատ մեծ գումարներով, անհասկանալի է դա։ Այսինքն գումարները ծախսվում են, պարգևավճարը մարդիկ տեսնում են, մեր հարցումներով էլ Armenia Today նշում են, որ գիտեք, որ պարգևատրում են իրենց միլիոնավոր դրամներով ամսեկան, իսկ թոշակի գումարները այս սահմանաչափերը չեն աճում, եթե աճում են, ապա շատ ճղճիմ, այստեղ եթե թոշակին են անդրադառնում, ներեցեք այսպես հարցերի շարաներ, թոշակին են անդրադառնում, ապա կառավարությունը ասում է, գիտեք, ձեզ հարգելի թոշակառուներ, հնարավորություն ենք տալիս, եթե դուք այսպես ասած բանկային քարտով ձեր գնումները անեք ամբողջովին, 20% էլ վերադարձ, այսինքն կոպիտ ասած 20%-ով կավելանա ձեր թոշակը ֆիզիկապես։ Իհարկե այդպես չէ։ Այդպես չէ։ Հիմա քանի որ բազմա շերտ հարց եք տալիս, առաջինը զրուցենք այդ համաշխարհային ենթադրենք ֆինանսական շուկաներում Հայաստանի Հանրապետության կողմից կամ տեղաբաշխված պարտատոմսերի միջոցով կամ ուղիղ ենթադրենք պարտք վերցնելու ֆինանսական ռեսուրսներ այսպես վաստակելու այս իրադրության մասին։ Ես ասեմ, որ պարտքը պետք է բաժանել երկու մասի։ Արտաքին եւ ներքին դա։ Արտաքին եւ ներքին, եւ նրանք ինչով են իրարից տարբերվում, ոչ միայն անվանումով։ Դրսի պարտքը, արտաքին պարտքը որպես կան միշտ ավելի էժան է։ Որովհետեւ դրսի շուկաները ֆինանսական, նրանք ավելի հասանելի են եւ այստեղ գործում են իրական կապիտալիստական, այսպես ասած, ձգտումներ, մղումներ եւ այդ խնդիրը նա է, որ այնտեղ աշխարհում ազատ փող շատ կա։ Շատ կա ազատ փող։ Առանձին երկրներ այդ փողի ձեռքը կրակն են ընկել։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության ներգրաված ռեսուրսներին, օրինակ անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունը մարտի 26-ին, այսպես ասած, տեղաբաշխեց եվրոպական պարտատոմսեր եւ նրանց արժեքը եւ նրանց տոկոսային մակարդակը կազմում էր մոտավորապես 7.5%։ Դա շատ է, թե քիչ։ Ասեմ, նույն ժամանակաշրջան, նույն օրերին, նույն ժամերին մեզ հետ որոշակի վարկային ռեսուրս եւ ռեյտինգ ունեցող Հունաստանը նույն գումարի 10 տարվա պարտատոմսերը, այստեղ բոլորը համընկել էին։ Բոլորը, եւ ժամկետը, եւ տոկոսադրույքը, եւ պայմանները, եւ վարկանիշը, չէ, բոլորը համարյա համընկել էին, ընդհանուր առանձին մասերով մենք էինք առաջ առանձին մասերով Հունաստանը։ Հունաստանը այդ պարտատոմսերը տեղաբաշխեց 3.7%-ով, Հայաստանի Հանրապետությունը 7.5%-ով։ Հիմա այդ 90%-անոց տարբերությունը գիտեք ինչ է։ Այդ 90%-անոց տարբերությունը վատ աշխատանքն է։ Անդրոն վատ աշխատանքի համար կան եւ սուբյեկտիվ պատճառներ, եւ կան օբյեկտիվ պատճառներ, եւ կոնկրետ կան նաեւ հստակ սուբյեկտիվ պատճառներ, բայց հստակ սուբյեկտիվ պատճառները մենք այսօր չենք կարող հստակ տեղորոշել, ովքեր են մեղավոր, բայց հավանաբար ապագա ընտրություններից հետո այս հարցերով մենք անպայման զբաղվելու ենք։ Անպայման ենք զբաղվելու, որովհետև տարբերությունը 10 տարվա համար անում էր $262 միլիոն։ Այս տոկոսային տարբերությունը 10 տարվա եւ վերցած այդ գումարի հետ կապված $750 միլիոն պարտատոմս էին Հայաստան Հանրապետության տեղաբաշխել, տարբերություն $262 միլիոն։ Այսինքն ինչ որ մի հատ խումբ ֆինանսական դեռ չեն կարող ասել ներսի կապերով, թե դրսի կապերով, բայց ինքը վաստակում է տարեկան $26 միլիոն
Մենք այդ կուրսային տարբերության վրա Կուրսային տարբերությունը կարող է առաջանալ շատ հանգամանքներից ելնելով, հետագա mēs ամենը կքննենք։ Հիմա ինչ վերաբերում է թոշակների հետ կապված եւ այդ հետվճարի խայտառակությանը, խնդիրը գիտեք որն է, որ այս թեմայի երբ որ մենք զրուցում ենք, ես ամենօրյա կապի մեջ եմ թոշակառուների հետ։ Իմ կարող եմ ասել Facebook-յան էջը դարձել է որոշակիորեն թոշակառուների եւ ընդհանրապես տարեսների հետ կապված շփման մի հանգույց է դարձել։ Մարդիկ հստակ հարց են բարձրացնում. ինչու եք դուք աշխատավարձը ստանում ամբողջովին, իսկ ինչու եք մեզ ստիպում, որ մենք քարտերը ձեռներս առօրյային տարածքներում վազք կատարենք, որպեսզի ինչ-որ վաստակենք իբր թե հետվճար։ Ընդ որում, հետվճարի թեման, այն կարգի ցինիզմը սրա մեջ պարունակած, լավ, եթե հետվճարը, չէ, ինչի կոմունալ ծախսերը դրա մեջ չեք մտցնում։ Ինչի պետական վճարումները դրա մեջ չեք մտցնում։ Ինչի տրանսպորտի ընդհանրենք ծախսերը դրա մեջ չեք մտցնում։ Ինչու այդ ինչուների շարքը այնքան մեծ է, որտեղ մեծ գումար է թոշակառուն ծախսում։ Թոշակառուն մեծ գումար չի ծախսում։ Չէ, նկատի ունեմ իր այդ թոշակի, Թոշակառուն իր ստացած թոշակի 60%-ը ծախսում է այդ հետվճարի մեջ չմտնող այդ ցանկի վրա։ Դրանից զատ կա մի այլ խնդիր։ Խնդիրը հետևյալն է, որ թոշակառուին ստիպում են գնալ ցանցեր այդ անկանխիկ վաճառ կատարելու հիմնականում Star կամ City այս առօրյային ցանցերում ապրանքների գները օրինակ բանջարեղենն է, ենթադրենք միրգն է, մնացած բաները, որը որ գյուղից է գալիս, չէ, ենթադրենք բակային խանութները 60%-ի տարբերություն կա։ 60, այսինքն մարդ կարող էր բակային խանութում այդ նույն առատուրը կատարել, ինք առնվազն շահում էր 1 կիլոգրամ մեջ 60%-ի գնային տարբերություն։ Հիմա սս խելացիները մարդկանց ասում են գնացեք այնտեղ կատարեք առատուրը 20%-ի իբր թե բանկ ունենաք, այսպես ասած հետվճար կունենաք։ Այս մարդը աննորմալ չի։ Կարող է 60%-ի եւ 20%-ի տարբերությունը չգիտեն։ Իհարկե մարդիկ լավ գիտեն դրա մասին։ Հիմա խնդիրը հետևյալն է, որքան որ ես եմ հասկանում, քաղաքացիները հիմա հետվճարի առաջ մենք առաջարկում ենք նրանց, որ եկեք միացեք, մենք 50%-ի թոշակների բարձրացում են խոստանում համապատասխան ծրագրի ֆինանսատնտեսագիտական հիմնավորումով։ Հիմա մարդիկ դե ժողովուրդը միշտ խելոք է ավելի խելացի։ Ու ամեն ինչի հաշվարկը փայլուն կատարում են տարբեր տեղեր սորած տնտեսագետներից, ֆինանսիստներից լավ։ Մարդիկ ասում են ոչ, տվեք մեր գումարը, հետվճար մենք չենք ընդունում։ Մենք ընդունում ենք քարտային առևտուր, դա լավ բան է, դա առաջավոր բան է, բայց այս խաբեությունը, որ դուք մեզ առաջադրում եք, մենք դրան համաձայն չենք։ Ես հիմա մի կարևոր թիվ ասեմ, այս թվից շատերը հավանաբար չեն էլ պատկերացնում, որ թիվը կա։ 2026 թվականի բյուջեի մեջ հետվճարների համար նախատեսված դա պետական ծախս է։ Նախատեսված է 20 միլիարդ դրամ փող։ Այս 20 միլիարդը, երբ որ մենք բաժանում ենք 500-2000 քաղաքացիների վրա, ամեն քաղաքացու ամսական հետվճարի գումարը կազմում է 3400 դրամ։ Այսինքն այն անձը, պետական այն պաշտոնյան, ով ասում է եկեք դուք միջով 10000 դրամ այսպես ասած կվաստակեք, նա ցինիկ հանցագործ է։ Նա ցինիկ խաբեբայ է։ Նա որոշել է, որ թոշակառուներին, տարիստերին ցինիկաբար պետք է խաբի։ Այս գումարը հստակ կա, բյուջեն թող գնան բացեն, օքեվոր մտավախությունն է, որ այդտեղ կարող հնարավոր է ճիշտ չլինի, մտահոգ լինեն, ասեմ, միգուցե թիվը ճիշտ չի, ճիշտ է կամ եսի միջա կամ սինթետիկ թիվը եսի միջա։ Այս մարդիկ թող գնան բյուջեն բացեն, այդ 20 միլիարդ հետ ծանոթանան ու հասկանան, որ մարդկանց առաջադրելու են հետվճարը առավելագույն 3400 դրամ։ Առողջապահական պետպատվերի նման մի բան դարձավ, եւ որ շուտ կսպառվի, կպրծնի, հետո էլ ոչ։ Այս առողջապահության թեման մի առանձին, ես դրա մասին չխոսենք։ Առանձին է, որտեղ դրա հետ կապված, ասեմ ձեզ, մենք խոսելու ենք դրա մասին։ Մենք հիմա հետազոտություններ ենք հասկացնում, մենք վերլուծական աշխատանք ենք հասկացնում, եւ այս աշխատանքի մեջ ես հավաստիացնում եմ, որ ամենածանրագույն թեման լինելու է այդ խոշորագույն, շատ է խոշորագույն գնորդը, որ այդ ընդհանրենք հիմնադրամն է, չէ՞, ձևավորելն արդեն հիմնադրամ, այս հիմնադրամի կողմից դեղերի ձեռքբերումը,
դեղերի ձեռքբերումը տնտեսվարողներից։ Սա ամենալրջագույն թեման է, որովհետև հիմնական ամենաշատ հանդիպող եւ ամենաշատ տարածված եւ առողջապահության ասած թեմատիկայի մեջ ամենաշատ օգտագործող հիվանդությունների մասով Հայաստանի Հանրապետության ձեռք բերած դեղերը 3 անգամ ավելի թանկ են, քան Վրաստանում։ Դրա մասին էլ է այդ ուղղությամբ որ խորանանք, շատ խութեր կտեսնենք եւ Խութեր չէ, այստեղ մաֆիա կա։ Վրաստանը որոշակիորեն ես ծանոթ եմ Վրաստանը հարցերը լուծել է այլ կերպ։ Դե հիմա չխորանանք։ Մենք ենք ուսումնասիրում, այդ ամենը ուսումնասիրում ենք։ Պարոն Կոմենդանտյան, այստեղ սոցիալական հարցերին անդրադառնալիս կարևորագույն հարցը լինում նպաստներին վերաբերող, որովհետև նպաստառուները քիչ չեն Հայաստանում։ Բայց Նիկոլ Փաշինյանը իր կառավարման օրոք մեկ անգամ չէ, որ անդրադարձել է նպաստներին եւ ասելով, որ նպաստառուն չպետք է անդադար սպասի իր նպաստին։ Նա պետք է գտնի իր եկամտի այլ աղբյուրներ։ Պետություն նկատի ունենալով պետությունը չպետք է նպաստառուին այդպես երկար պահի նպաստի, այսպես ասած, թմրամոլի նման մի բան էլի, որ դու երկար ժամանակ դու նպաստը ստանում ես եւ չես ուզում աշխատել, եթե նույնիսկ դրա հնարավորությունը ունես։ Կան նպաստառուներ, որ դրա հնարավորությունը չունեն։ Բայց այստեղ կարծես մի ընդհանուր մի չգիտեմ, կանոնի նման բոլորին հավասարացնում են երբեմն։ Հիմա այդ նպաստառուների հարցը դարձյալ բարձրացվում է, նպաստները կարծես կտրվելու են, այսինքն պետ բյուջեում կան, թե չէ նախատեսած։ Խնդիրը գիտեք որտեղ է, որ նպաստառուների թեման դա երկում կա։ Դա արդեն ոչ թե ուսումնասիրության ենթակա տնտեսական կատեգորիա է, դա արդեն մոտավորապես 25-30 տարի եւ միայն մեզ մոտ չէ։ Դա բոլոր երկրներում կան նպաստի հետ կապված խնդիրներ, դա ինչ է։ Դա ֆիզիկական ակտիվություն չունեցող եւ սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց պետության կողմից տրվող օժանդակություն է։ Սկսենք առաջինը դա։ Հիմա այդ ում որ հիշատակեցիք, չէ՞, սա զանազան ցինիկ մեկնաբանություններով այդ ամենի թռնելով անցնում է թեմաների վրայով, չէ՞։ Հիմա իրենք գիտեք ինչ են որոշել։ Իրենք որոշել են, որ պետք է 2026 թվականի հունվարի 1-ից նպաստ նշանակելու կարգը փոխեին, բայց հաշվի առնելով, որ սա ընտրական տարի է, չէ, 160,000 նպաստառու կա Հայաստան Հանրապետությունում։ Որոշել են, որ այս թեմային կանդրադառնան, համապատասխան կարգավորումները կմտցնեն 2026 թվականի հուլիսի 1-ից։ Այսինքն, եւ եթե ընտրվեն, այսինքն նրանք մտածում են, որ 160,000 քաղաքացիներին կարող են դեռևս իրենց դեմ չտրամադրել, բայց նրանք այդ 160,000 քաղաքացիներին 2026 թվականի հուլիսի 1-ից հետո ունեզրկելու են վերջնականորեն։ Հիմա ես ասեմ, ինչու է այդ բնդումը կատարում։ Պատկերացրեք այդ նոր կարգի մեջ գիտեք ինչպես դրույթներ կան։ Դրույթները հետևյալն են։ Եթե նպաստառուին որևիցե մեկը գումար է փոխանցում, դրանք Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայից բարեկամ հարազատ ընկեր, մի բարերար, լավ, անծանոթ, բայց բարերար մարդ։ Այդ գումարը եթե հասնի 10-20,000 դրամից, նպաստը պետական կտրելու են։ Այդ առաջին։ Այսինքն բանկային շարժի ենթադրենք շրջանառության գումարը, եթե եղա մի 15,000 դրամի կարգի, այդ մարդու ընտանիքը զրկվելու է նպաստից։ Այդ առաջին։ Երկրորդը կարող եմ ասել, ցինիկության մեծ գագաթնակետ։ Եթե նպաստացող ընտանիքի անդամները հեռախոսներ ունեն, հեռախոս, պատկերացնում եք, հեռախոս, սմարթֆոնի մասին է խոսքը։ Ուշադրություն։ Եթե հեռախոս ունեն, Երանք հեռախոսով խոսում է մարդկանց հետ։ Եթե այդ վճարումները ընդհանրապես 10,000 դրամի են կազմում, չէ՞, այս մոտիկ այդ նպաստի գումարին, բնականաբար այդ ընտանիքը զրկվելու է նպաստից։ Եթե շատ է խոսում, պետք է նպաստ չտա։ Չէ, խոսում է հավաքական, ընդհանրենք 10,000 դրամ։ Այդտեղ 3-4 հոգի են ընտանիքով։ Ընդհանրենք այդ ամսական միջին խոսակցության ընթացքում 2,000-2,500 ընդհանրենք գումարը յուրաքանչյուր օպերատորների նման փաթեթներից են։ Բնականաբար, հիմա շարունակություն, մի ավելի խայտարակ բան ասեմ։ Եթե քաղաքացին բնակվում է ընդհանրենք
նախալեռնային մի շրջանում։ Այս շրջաններում բանի ժամանակ այդ հողամասերի բաժանման ժամանակ, երբ որ սեփականաշնորհ իրականացնի, ընդհանրենք ինքը ունի արուտավայր։ Ենթադրենք, ոչ անասուն ունի, ոչինչ չունի, այդ արուտավայր կոչեցելն էլ ընդհանրենք հողը այսպես ասած հանդակ է, որ քարերով պատված է։ Ոչ մի այդտեղ հնարավորություն չկա տնտեսական գործունեության որևիցե բանի։ Ընդհանրենք ամեն երկու շաբաթը մեկ էլ կարկուտը գալիս է անդադ այդտեղ ինչ կա վերացնում է։ Այս մարդը եթե ունի հող, դա գնահատվել է որպես ինքը տնտեսական հնարավորություն ունի ու այդ բանից զրկվելու է, նպաստից զրկվելու է։ Էլի խայտարակությունների մի ամբողջ շարան է, այդ ամբողջ շարանը որ ներկայացնեմ, հիմա այն մեր գրողներից Հովհաննես Թումանյանն էր ասում, ամենքս մի ղաչաղ կդառնանք, չէ՞։ Խնդիրը նա է, որ այս մարդիկ որոշել են պարզապես զրկեն մարդկանց այդ պետական օժանդակությունից։ Այդ պետական օժանդակությունը, այդ 25000 դրամ որ տալիս են, դա այն գումարը չի, որ պետությունը դրա հետևից վազի։ Այդ թոշակառուների զատ, թոշակառուները դնեք մի կողմ, նպաստառուները զգալի մասը ունեն շարժունակության խնդիր։ Այս մարդիկ ստացել են երկրորդ, երրորդ կարգեր են ստացել, ընդ որում իջեցրած կարգեր են ստացել։ Հիմա գիտեք ինչ են անելու։ Հիմա այս նպաստառուների հետ աշխատանքի հետ նախկինում սոցիալական ծառայողներն են իրականացնում, հիմա չի լինելու նման բան։ Լինելու է համակարգված, համակարգչային տեխնիկայով եւ բնականաբար կապվելու է բանկերի, բանկային հաշվների շրջանառությունների հետ։ Խայտարակ բանա, այս 160,000 հոգին հիմա պիտի իմանան, որ հանձինս ներկա, այսպես ասած, վարչախմբի իրենք վաստակել են մարդկանց, ովքեր նրանց սոցիալական պայմանները ոչ թե բարելավելու համար են եկել, այլ նրանց տունը տեղը քանդելու համար են եկել։ Պարոն Կոմենդանտյան, եւ վերջին հարցը կապված Հայաստանում այսպես միջին աշխատավարձի հետ, դրա մասին էս վերջերս շատ խոսվեց, տարբեր թվեր են նշում։ Էկոնոմիկայի նախարարը մի թիվ է նշում, այլ փորձագետներ հավանաբար նաև ընդդիմախոս ներկայիս կառավարությանը այլ թվեր։ Եվ ասում են, թե ի վերջո ինչ չափորոշիչներով պետք է չափվի այդ միջին աշխատավարձը։ Եվ պարգևները։ Հիմա մի թեմա կա, շատերը տեղյակ չեն։ Այս մոտավորապես դեկտեմբերի վերջերին, որ պարգևներ բաժանեցին, երբ որ մարդիկ ընդվզում էին, ասում էին, լավ, այս ինչ գումարները, այս ինչ գումարները, իշխանական թևից գիտեք ինչ էին պատասխանում, ասում են, կարգ է մտցվել, եւ այդ կարգով հաշվարկի, գնահատման կարգով էս ամեն ինչը որոշվել։ Իբրտե արմեզանից ինչ եք ուզում։ Ըստ օրենքի էլի, ըստ կարգի է։ Հիմա ժողովրդին, հետանձեր դիտողներին կամ լսողներին, հիմա մենք ասենք, այստեղ մի կարևոր խնդիր կա, այդ կարգ կոչեցյալի մեջ գնահատման։ Ուրեմն նախարարը ստանալու է պարգև, ընդհանրենք պարգևավճար ընտրան ֆոնդի մեջ, ընդհանրենք որևէ գործակից, ընդհանրենք բազային ինչ-որ հիմք պետք է ընտրի, ընդհանրենք 50,000 դրամ, ենթադրենք։ Նա ստանալու է 12 գործակից։ 50 անգամ 12, ճիշտ է։ 50 անգամ 12, ասեմ 600,000։ Շարքային աշխատողը նավազագույն է։ Չէ, կարգերով լինելու։ Հիմա նայեք, բայց այդ 50,000-ը որ ստացի, դա քիչ ասացի, որովհետև այնտեղ աշխատավարձի որոշակի չափն է վերցում, 200,000, 300,000 կարող է։ Աշխատավարձը հաստատ ավելի բարձր է։ Այսինքն այդ ղեկավար կոչեցյալը, չէ, ստանալու է 12 անգամ ավելի շատ, քան ընդհանրենք շարքային աշխատողը։ Նախարարություններում այդ առաջին մարդու ընդհանրենք նախարարի, որ 12 գործակիցով ավելի է, չէ, այդ աշխատանքը ինքը չի անում։ Անում են այն մարդիկ, ովքեր աշխատում են եւ ստանալու են մեկ գործակից։ Վարչությունների եւ համապատասխանաբար բաժինների աշխատակիցները։ Այստեղ մենք ինչ խնդիր ունենք։ Մենք խնդիր ունենք, որ ընդհանրենք աշխատանքի 100% անձնություն ընդգծենք աշխատանքը 100% չէ, աշխատանքի 80%-ը կատարողները ստանալու են պարգևի 20%-ը եւ աշխատանքի 20%-ը կատարելու կամ չկատարելու մարդիկ ստանալու են պարգևի 80%-ը։ Սա սոցիալական արդարություն էլ չէ։ Սա պարզապես լոյալության եւ ստրկության, այդ կորպորատիվ եւ քաղաքական ստրկության այն հստակ ճանապարհն է։
Մի Ֆրիդրիխ ֆոն Հայեք անունով խոշոր տնտեսագետ կա, Նոբելյան մրցանակակիր։ Նա ժամանակին գրել էր Ստրկության ճանապարհը գիրքը։ Ստրկության ճանապարհը Մասնակիորեն ծանոթ եմ։ հավանաբար իհարկե ծանոթ կլինեք։ Ստրկության ճանապարհը գիրքը Սովետական միությունում խորհրդային համարում էր ամենածանրագույն թշնամիներից մեկը, որտեղ համակարգը ամբողջովին ցույց էր տալի թե ինչի վրա է հենված։ Հիմա սրանց համակարգն էլ հենված է, ենթադրենք, այդ կարգի խարդախությունների վրա, այդ կարգի թեմատիկաների վրա։ Այստեղ մի խնդիր էլ կա, այդ թեման չի շրջանցել նաև ազգային ժողովի падգամավորներին։ Դուք էլ, ես էլ, շատերս էլ ազգային ժողովում տեսնում եք մարդիկ, չէ՞, ովքեր ինչ են անում։ Առօրից իրգուն քնած այդ մարդը։ Մարդ կա օրինակ այնքան է տրզել, այդ աթոռում էլ չի տեղավորվում, անուններ չեմ սիրում ես տալ։ Ես նրանց պարզապես համարակալում եմ։ Հետո դե 26 համարը կամ 27 համարն է ինքը, չէ՞։ Այս 26 կամ 27 համարը այդ աթոռում տեղ չի անում։ 5 տարվա ընթացքում մեկ անգամ չի խոսացել։ Միայն քվեարկել է, եթե դրա քվեարկել է, գնացել է գործուղման, գործուղմից հետո քնել է, քվեարկության ժամանակ արթնացել են կամ SMS-ն ուղարկել, այս մարդը մեր համակարգի համար, օրենսդրության համար եւ երկրի համար, չէ, ոչինչ չի արել։ Այս մարդը ինչի՞ պիտի պարգև ստանա։ Ընդ որում, հետաքրքիր գիտեք որներ, մեր երկուսն էլ կային ասում է, ես չեմ հիշում 6 միլիոններ թե 7 միլիոններ։ Արա ոչ ես հիշում։ Դուր մի միլիոն դրամ, 2.500 դոլար, այս աղքատ երկրում փող է ստանում, ասում ես, չեմ էլ հիշում 6 միլիոններ թե 7 միլիոններ, այն դեպքում որ այդ 1 միլիոնը, չէ, մոտավորապես 50,000, որ հաշվում ենք, 20 թոշակառուի ընդհանրենք գումարն է։ Մարդիկային ստացել էին, այսպես ասած, այդ պարգևները, այդ պարգևել չէ, դա խարան է։ Այս խարանը ստացել էին թոշակառու 25 տարվա ընդհանրենք թոշակներ կազմել։ 7.5 միլիոն 9 միլիոն մարդ 9 միլիոն դրամ փող ստացել, չէ՞։ Այդ բաժանի ընդհանրենք 40,000-ի կամ 49,000 միջին թոշակի վրա 25 տարվա 30 տարվա թոշակ են ստացել։ Ինչքանով է դա արդարացի։ Այդ մեկն էլ կա այդ նույն իրանց այսպես խմբակի մեջ, չէ՞, որին շուտով հրաժեշտ կտանք ամառվա սկզբին, ինչ է ասում։ Ասում է գնացեք այս բաները կատարեք, այն բաները կատարեք 2000 դրամ, 3000 դրամ, 4000 դրամ մեջտեղը կկպցնեք։ Երբ որ իրենք հարցում են, ասում են դու ինչքան ես ստացել պարգևավճար, ասում է կհրապարակեմ։ Եվ որտեղ կհրապարակես, երբ կհրապարակես, 3-4 ամիս անցել, անցնելու որ պարզվի որ դու ինչ գումարներ եք վաստակել, գիտեք ինչի համար են խուսափում, որովհետև մենակ այս պարգևները չէ, դրանց մենակ գործուղման ծախսերը որ մարդիկ դնեն Բաղդադեն հաշվեն, ես ինքս պետական ծառայության մեջ եղել եմ, ես գիտեմ այդ գործուղումները ինչ են նշանակում, ես գիտեմ դրանց զրոյական արժեքը, դրանց ետ վերադարձի, դրանց պարունակության մասին հստակ գիտեմ, այսինքն հիմա առողջություն գնում են որից մեկը մի ընդհանրենք падգամավոր բան է արել, մի հատ հաշվետվություն ներկայացրել գործուղման մասին, հանրությանը, ոչ թե տանենք ազգային ժողովի աշխատակազմին, հանրության ներկայաց երկը չի ներկայացրել, ինչի ներկայացրել, որ խայտարը կլինի, որտեղ խայտարն որտեղ 40,000 մարդկանց փող եք տալ, ասում եք գնա թափառ այդ արտրեն տարածքներում, չէ՞, ու արի 3-4000 իմ հիշատակած 3400 դրամը վաստակի, այս մարդը ոչինչ չանելով առած երկուն թունոտ ինչ որ արտահայտություններ կռիվներ, իրար վազում են ամբիոնի մոտ են իրար ծեծում, ամբիոնից դուրս են ծեծում, ոստիկանների հետ են իրար ծեծում, այս խայտարակությունը որ կա, այս խայտարակության մասին մենք պիտի զրուցենք, մենք ժողովրդին պիտի բացատրենք, ժողովուրդն էլ համապատասխան պիտի իր եզրակացությունները կատարի։ Շնորհակալ եմ, պարոն Կոմենդանտյան։ Մեր ունկնդրին եւ ակնդրին Armenia Today-ի եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցեցի տնտեսագետ Հայակվե միավորման խորհրդի անդամ Հրայր Կոմենդանտյանի հետ։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ։ Շարունակեք հետևել մեզ առայժմ։